Ինչպես է գնահատում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի հեռանկարը այս փուլում, հաշվի առնելով, որ Երևանը համառորեն պնդում է, որ պատրաստ է ստորագրել պայմանագիրը ցանկացած պահի, ցանկացած տեղում։ Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից բանակցվող փաստաթուղթը, որի անունը դրվել է խաղաղության պայմանագիր կամ խաղաղության հետո գրադացիան իջացրին, խաղաղության համաձայնագիր դարձավ։ Տեսեք, այդ փաստաթուղթը ինքնին ինչ-որ պրոցեսի առարկայական կողմն է։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պրոցեսը միայն Հայաստանի եւ Ադրբեջանի համար չէ, այլ նաեւ տարածաշրջանի։ Իսկ տարածաշրջանում կան շատ բազմաթիվ շահեր, թե Ռուսաստան, թե Թուրքիա եւ թե Իրան, ինչպես նաեւ արևմտյան քաղաքական։ Դատելով այսօրվա իրադրությունից Ադրբեջանի գործողությունները սահմանագծում, Ադրբեջանի մեկ ձեռքով ասել մենք համաձայն ենք խաղաղության համաձայնագրի բոլոր պայմաններին, կետերին, իսկ կետերից միայն երկուսն է այսօր դեռևս հայտնի, եւ մյուս ձեռքով լարել սահմանագծի ողջ երկայնքը, խաղաղության համաձայնագրի ստորագրման հետագան դեռևս մշուշոտ է։ Հաշվի առնելով նաև Ադրբեջանի ձեռագիր, արդյոք այդ պայմանագիրը կարող է իրական խաղաղություն երաշխավորել։ Փաստաթուղթը որպես այդպիսին ինքը ամրագրում է, որ երկու կողմերը արդեն խաղաղ են գործում, խաղաղ են իրար հետ հարևանություն անում, բայց պրոցեսները կարող են տրամաբանությունից դուրս գալ եւ հակառակ իրականությունը մեզ ցույց տալ։ Եվ ստորագրված փաստաթուղթը դեռևս չի նշանակում, որ երկու հասարակությունները կարող են իրար հետ խաղաղ գոյակցել։ Չմոռանանք, որ 30 տարի Ադրբեջանը իր պետական քաղաքականության մեջ կարմիր գծով, կարմիր թելով անցնում է, որ հայկական հայը որպես այդպեսին իրենց համար սպառնալիք է։ Հայաֆոբիան իրենց մոտ դարձրել են պետական կրթական ծրագրի մաս, եւ այս պարագայում խաղաղ բանակցելուց հետո ստանալ ինչ-որ փաստաթուղթ եւ դրանից հետո ակնկալել, որ հասարակությունները իրար հետ խաղաղ են գոյակցելու, մի քիչ տրամաբանական շեղումներ ունենք ստեղ։ Պետք է սերունդներ փոխվեն, որ եւ քաղաքականությունը պետք է լինի հենց խաղաղությանը միտված, որպեսզի մենք հասկանանք, արդյոք մենք կարող ենք Ադրբեջանի հետ, ադրբեջանական հասարակության հետ խաղաղ գոյակցել մի տարածաշրջան։ Ի վերջո, որ փուլում Ադրբեջանը այսպես կանգ կառնի ըստ ձեզ, չգիտեմ, հիմա էլ միջանցք են պահանջում, սահմանադրության փոփոխություն են պահանջում, ի վերջո, որ փուլում կավարտվի այդ պահանջների շղթան ու Հայաստանի կողմից, ինչպես նշում են շատ փորձագետներ, զիջումների շղթան։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը որևիցե փուլում ինչ-որ ձևով կանգ կառնի, որովհետև Ադրբեջանը շարունակ փորձում է գրադացիան բարձրացնել պահանջների եւ պահանջների թե հակահայկականության եւ թե հակապետականության առումով մենք տեսնում ենք սահմանադրության փոփոխություն։ Սահմանադրությունը պետք է փոխի Ադրբեջանի պահանջով Հայաստանը։ Տեսեք, դա սկզբունքորեն անընդունելի եւ անընկալելի է։ Բանակի ապառազմականացում, պետության ապառազմականացում, իսկ պետության անվտանգության գլխավոր եւ միակ երաշխավորը դա բանակն է։ Հիմա մեկ փաստաթղթի ստորագրության մեջ մենք կարող ենք արդյոք հիմքեր ունենալ, որ մեր անվտանգությունը այդ ստորագրությունից հետո ապահովված կլինի, չունենալով այն բանակը, չունենալով այն սահմանադրական այն կարգը եւ պետական այն ուժեղ կարգը, որ մենք ունեցել ենք ժամանակին։ Մենք չենք կարող երաշխավորել անվտանգ կապրենք, թե ոչ։ Այսօր որ հայտարարվում է, որ փոխզիջումային այդ պայմանագրի կետեր են, երկու կողմանի են։ Ուղիղ հարցին, որ թե ինչ զիջում է արել Ադրբեջանը, ոչ մեկ չի կարողանում պատասխանել, որովհետև զիջում չկա։ Օրինակ դիտորդների հետ կապված ասում են, հա, մենք դիտորդներին համաձայն ենք հետ քաշել, բայց այնպես չի, որ իրենց սահմանին երրորդ ուժեր չկան։ Հայցերն էլ ասում են փոխադարձաբար ենք հետ քաշելու։ Այստեղ ասում են իրենք էլ են կոմպրոմիսի գնում։ Դե տեսեք, Ադրբեջանը միշտ փորձելու է պահանջները շատացնի, միշտ։ Եվ Ադրբեջանը ոչ մի պարագայում երբեք ու երբեք չմտածեք, որ կանգ է առնելու, քանի դեռ չկա Ադրբեջանին զսպող կոնկրետ մեխանիզմ եւ Հայաստանի կողմից, եւ նաեւ միջազգային հանրության կողմից,
այդ թվում նաև ստեղ տարածաշրջանում ազդեցություն ունեցող ուժերի կողմից։